ասել, որ այս ընտրությունները լեգիտիմ են, դա նշանակում է չհասկանալ ինչ է նշանակում ազատ եւ արդար ընտրություններ։ Ավելորդ է խոսել Բարգավաճ Հայաստանի ձայների գողության մասին։ Սա բացահայտ անթակույց ձայների գողություն է, որը փաստացիորեն զրկել է մեկ ամբողջ կուսակցության խմբակցության գոյությունից եւ այս առումով փորձ անել ահա այդ ձայների գողությամբ գոնե ինչ որ չափի ձայներ մանդատներ ապահովել սահմանադրական մեծամասնություն ունենալու համար, սա հենց այն է, ինչ կոչվում է կեղծված ընտրություններ, ոչ լեգիտիմ ընտրություններ։ Բարգավաճի ձայներով էլ սահմանադրական մեծամասնություն չունենում, ունենում է որակյալ մեծամասնություն, իսկ Ղանը Հովակիմյանը անդրադարձել է, ասում է միևնույն է, եթե այդ տեղամասերի ձայներն էլ հաշվեն, Բարգավաճ 4% չի հավաքում, 3.99% է լինում, եւ ինչ է ուզբեք Բարգավաճը անցնելու համար ես ընտրություն կեղծեի։ Հովակիմյանը սա է ասում, եւ Փաշինյանն էլ ասում է, այդ 500,000 ձայնը, որ միացյալ ընդդիմությունը երեք ուժերը հավաքել են, ասում է ընտրակաշառքի միջոցով է եղել եւ ես չեմ հավատում, երեք լսում էին, ես չեմ հավատում, որ Հայաստանում այդքան մարդ ուզում է Ղարաբաղյան շարժում սկսել, Ղարաբաղյան շարժման էջը բացել։ Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ ստախոս է։ Այն ուժերը, որոնք մասնակցում էին ընտրություններին, որովհետեւ մեկ Ղարաբաղյան շարժում բացելու մասին մեկ բառ անգամ չի խոսել։ Մեկ բառ անգամ որևէ մեկը, նայեք ուժեղ Հայաստան դաշինքի ծրագրերը, նայեք Հայաստան դաշինքի, Բարգավաճ Հայաստանի, որտեղ է մեկը խոսել նոր շարժում բացելու։ Նիկոլ Փաշինյանը կարող է վերագրել ինչ որ բաներ, ինչ որ մարդկանց եւ համարձակորեն եւ այսպես բանով դրանք հերքել։ Նա ահա զբաղված է դրանով։ Եվ Նիկոլ Փաշինյանին լսել եզրակացություններ անել նշանակում է չհասկանալ ինչի մասին է Նիկոլ Փաշինյանը։ Նա վերագրում է մարդկանց բաներ եւ հերքում դրանք։ Եվ հետեւաբար դա որևէ մեկը չի ասել, որևէ ողջամիտ քաղաքական գործիչ չի կարող չհասկանալ Հայաստանի Հանրապետության, հատկապես հետ նիկոլական Հայաստանի Հանրապետության վիճակն ինչպիսին է պատերազմներ մղելու համար, որը չի պատրաստվում անել եւ ոչ ոք դա չի անելու, ես դա հասկանում եմ, գիտեմ նաեւ, բացի այն որ հասկանում եմ։ Ու Նիկոլ Փաշինյանը ուղղակի վերագրում է մարդկանց բաներ, ովքեր դա չեն ասել եւ չեն անելու։ Հետեւաբար դա այն մարտավարությունն է եւ մանիպուլյացիան փառահեղ, որ նա կարողանում է իրականացնել եւ ցավոք սրտի մարդիկ դրան տրվում են։ Ինչ վերաբերվում է մանդատների քանակին, երբ որ նա փորձ անի, մենք նաև հասկանում ենք, թե ինչպես են տարբեր մանդատներ ցավոք սրտի տեղաշարժվում, երբ որ պարլամենտը սկսում է աշխատել մի խմբակցությունից, ընդդիմությունից դեպի իշխանություն, եւ դա ցավալի երևույթ է։ Եվ ես անհանգստություններ ունեմ նաև նմանատիպ դրսևորումների, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ամբողջ դատական համակարգը, քրեական օրենսգիրքը ծառայեցնում է իր իշխանությանը, եւ նա կարողանում է ինչ որ արդյունքներ գնացել նաև այդ միջոցով, եւ հետեւաբար այդ վտանգը կա, եթե այս խորհրդարանը ձևավորվի այս ընտրությունների արդյունքում։ Եվ այդ դուք տեսաք նաև հենց երեք Նիկոլ Փաշինյանի ծանր վիճակը հենց իր ելույթների միջոցով։ Դուք տեսնում եք դատարկ ընդդիմության բացակայությամբ ինչպես էր նա, այսպես հիստերիան չէր կարողանում կառավարել, որովհետև նա հասկանում է, որ դատարկ ընդդիմադիր դահլիճով ունի խորը խորքային խնդիրներ, որովհետև նա պատկերացնում էր այդ տեսարանը կարող է հանկարծ տեղի ունենալ այս ընտրությունների արդյունքում։ Եվ նա հասկանում է, որ իր գործերը լավ չեն։ Ադրբեջանը նրան պիտի ստիպի սահմանադրություն փոխել, սահմանադրություն փոխելու համար նա ստիպված է սահմանադրական մեծամասնությունը գտնել, ձևավորել, եւ եթե չլինի խորհրդարան, որտեղից նա կկարողանա մանդատներ գողանալ, նա չի կարողանալու անել Նիկոլ Փաշինյանի Իլհամ Ալիևի հանձնարարությունը եւ այդ հիստերիան, որի հետևանքը կլինի նրա իշխանության կորուստը, նա ուղղակի չէր կարողանում երեք զսպել։ Ինձ համար սա ցավալի արձանագրումներ են, որովհետեւ երկրի ղեկավարը ապրում եւ իր օրակարգը ձևավորում է թշնամաբար տրամադրված երկրի կողմից եկող օրակարգով։ Խաղաղություն պետք է ու անհրաժեշտ է հայ ժողովրդին օր առաջ, բայց այն պիտի լինի իրական, որակյալ, բանակցային, համերաշխության եւ դա երկարաժամկետ միտումներով խաղաղություն։ Եվ դրա մասին կարելի է երկար խոսել, թե դա ինչպես պիտի արվի եւ ինչ է դա նշանակում։ Դա անհրաժեշտությունը կա, բայց դա Նիկոլ Փաշինյանը չէ, որ կարող է ընդհանրապես ունակի անելու։ Դուք Թանդիլյան չանդրադարձաք մեղանդրանքներին ընտրակաշառքի հետ կապված եւ արդյոք ընդդիմությունը այնքան ամուր կլինի, եթե մանդատները վերցնելուց հետո ու Փաշինյանը չի կարողանա այսպես ընդդիմության մի քանի հոգու ստիպել կայացնել որոշումներ իրեն հաճելի ձևով, հա, ոնց որ մենք տեսանք նախորդ խորհրդարանի ընթացքում։ Այո, ես հենց դա փորձեցի բացատրել, որ դա
Դրա համար ընդդիմությունը պիտի լավ մտածի, եւ ես կուզեմ, որ այս վերջերս հայտարարություն, որ եղավ ընդհանուր կոնսուլտացիա, խորքային մտածեն, թե ինչ կարելի անել եւ ինչպես։ Ես նաեւ դա եմ պատկերացնում, բայց դա այլ թեմա է։ Ինչ վերաբերում են դրա կաշառքների պատմությանը, որ ահազանգում է Նիկոլ Փաշինյանը, ինձ համար ծիծաղելի է դրանք լսել, ոչ թե որտեղ դրանք տեղի չեն ունեցել կամ չեն ունենում, այլ որ 8 տարի իշխանություն ունեցող մարդը, ում օրոք տեղի ունենում իշխանություն, նա դեռ խոսում է, ասի որ ահա կգամ, կանեմ, կբռնեմ, այս կյով ապառնի ժամանակով տեքստերը արդեն ծիծաղելի են 8 տարի իրենք իշխանություն են, ընտրակաշառքների մասին խոսվում էր նաև 2017 թվականի ընտրությունների համատեքստում եւ այդ ժամանակ վստահ եմ դուք էլ լուսաբանած կլինեք թե ինչպես էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մտել մի այսպես տեղամաստ շտաբ էր, եթե ես հիշողությունս չի դավաճանում հանրապետականների, որտեղ ցուցակներ էին, ընտրակաշառքեր ինքան բուզված էր եւ այո ցուցակները կային եւ այլն, այսինքն այնքան դեպքեր կային, նաև նախկինում արձանագրված լրագրողների կողմից ահազանգված մի հոգի որևէ ընտրակաշառքի փաստով այսօր պատիժ կրում է 8 տարվա ընթացքում այս մի դեպքներ 21-ին չէր եղել, 17-ին չէր եղել, մինչև այդ չի եղել եւ խոսել անդադար բաներ, ես չեմ հերքում որ դրանք կարող են եւ լինել, բայց այլևս ստախոս Փաշինյանի իշխանության օրոք գոյություն չունեցող դատական համակարգում որևէ արդար դատավարության հետևանքով բացահայտումներ նույն ընտրակաշառքի նույն քրեական գործերը ես դրանց չեմ հավատում։ Այո, եղել են եւ լինելու են եւ պիտի դա կասեցվի եւ դրա մասին խոսում է իշխանություն, որ այսօր իշխանության ինչով եք զբաղված։ Ուրեմն դուք ձեր տեղում չեք Եթե այսօր ինչ-որ մեկը ընտրակաշառք է բաժանել, դուք ձեր տեղում չեք, դա նշանակում է հաջորդ օր դա ասել եւ հաջորդ օրը դիմում գրել ու հեռանալ պաշտոնից, հրաժարական տալ, որովհետեւ դու չես կարողանում անել քո ֆունկցիան, արդեն 8 տարի, ամեն օր վարքագիծը որպես անտիմադիրի անընդունելի է եւ ընդդիմությանը մեղադրել ամեն ինչում, իսկ որևէ մեղք չվերցնել, որ դու ահա դու ես այն ղեկավարով, չի բացահայտել, թույլ է տվել նման իրավիճակ, դա չընդունել Հետևաբար Փաշինյանի խոսքերին պիտի ուղղակի հեգնանքով վերաբերվել, հասկանալ, որ երկրում քաղաքական ճգնաժամ է իրականում եւ ազատ ու արդար ընտրություններ տեղի չեն ունեցել, այս ընտրությունները լեգիտիմ չեն եւ վարվել համապատասխանաբար։ Դե ասում է, եթե ընտրությունները կեղծված են, ինչու փողոցում չեք, ինչու հիմա ընդդիմությունը փողոցում չեք։ Իսկ ով է ասել, որ ամեն մի տարբեր առիթներով կեղծված ընտրության կամ որևէ այլ Նիկոլն է որոշում, թե ով ու երբ պիտի դուրս գա փողոց եւ ինչու համար։ Շատ հազար մի պատճառ կա փողոցային պայքար չնախաձեռնելու, չանելու կամ անելու եւ դա Նիկոլը չպիտի ասի, երբ ով ինչ անի եւ ինչպես վարվի։ Եթե ինքը ամեն մի այսպես բանից հիստերիայի մեջ ընկնելով փորձում էր փողոցային շարժումներ գեներացնել չեղած տեղից, խելացի ընդդիմությունը դա պիտի չանի։ Այո, որովհետև Նիկոլ Փաշինյանի նման ղեկավարը մանիպուլացնում է, մթագնում է մարդկանց ուղեղը հազար ու մի բանով, եւ ես գտնում եմ, որ փողոցային պայքար պետք է անել ճիշտ ժամանակին, ճիշտ հիմնավորումներով, ճիշտ պատճառներով։ Եվ բազմաթիվ 500,000 մարդ օրինակ չեմ ավել ընտրել է ընդդիմությանը այդ մարդկանց մասին ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ասում է բոլորն ընտրակաշառքով ընտրած մարդիկ են։ 70, ես 100 եմ լսել, 70, ինքը ճշգրտել է այդ թվերը, այսինքն ես եւ դուք ամենաճան եւ մեզ ուսում այն 20-30-ի մեջ տեղավորի, նա ստախոս է պաթոլոգիկ, նա ասում է ամեն բան վարկաբեկելու համար մարդկանց, տարբեր իրավիճակներում եւ իր հետ չի կարելի իր գործիքներով, իր ձևով տրվել իր դրդումներին, նա գիտի ինչ է անում, եւ նա ուղղորդվում է տարբեր կենտրոնների կողմից, նաեւ տեխնոլոգիական, որպես տեխնիկաներ օգտագործողների, քաղց տեխնոլոգիաներ օգտագործողների կողմից եւ պետք է ընդդիմությունը ձևավորի իր սեփական օրակարգը, չտրվի Նիկոլ Փաշինյանի շանտաժներին եւ անի այն, ինչը պիտի հագեցնի իշխանափոխության։ Ինչ պետք է անի ընդդիմությունը, ինչը կհանգեցնի իշխանափոխության այս իրավիճակում։ Ես կարծում եմ, որ շատ ուրախ կլինի իհարկե որ մինչև ընտրությունները իրականում քաղաքական լուրջ կոնսոլիդացիա տեղի ունենար, քաղաքական, որովհետև սա ցույց էր տալու ժողովրդին առաջին հերթին, որ իշխանությունը հեռացնելու օրակարգը միասնական է ընդդիմության մոտ։ Եվ այստեղ ոչ թե վեճը, իսկ դրանից հետո ով է լինելու վարչապետը, դա անեական էր։ Եվ պիտի փորձ արվեր բոլորով մեկ ճակատով մասնակցել եւ սա բերելու էր սիներգիայի էֆեկտի։
Դա չունեցանք, ցավոք սրտի, թեպետ էլի արդյունքները այդքան վատ չեն, ինչքան ես էի սպասում, բայց չունենալուց հետո էլ անհրաժեշտ է նաև շարունակել հասկանալ, որ ընդդիմադիր տրամադրված ժողովուրդը եւ ընդդիմադիր քվեարկած մարդիկ իշխանափոխության նպատակով են տվել այդ քվեն։ Եվ այն ուժերին, որոնց որ տվել են, հենց դրա համար են տվել, ու դա օրակարգում պետք է պահել եւ անել հենց դա։ Հիմա ինչ ճանապարհով եւ ինչ միջոցով սա քննարկման առարկա է։ Ես կարծում եմ, որ այս կոնսոլիդացիան, որը հայտարարվեց եւ առաջարկվեց Սամվել Կարապետյանի կողմից, կարող է ունենալ ճիշտ ռազմավարության, ճիշտ մարտավարության եւ ճանապարհային քարտեզի պլան A, B-ի պարագայում լավ արդյունքներ։ Ես դա տեսնում եմ, որովհետեւ ես նաեւ Նիկոլ Փաշինյանի վարքագծից, ինչպես նաեւ շրջապատի այսպես միջազգային հանրության եւ մեր հարևանների տրամադրվածությունից հասկանում եմ, որ իշխանությունը խնդիրների մեջ է եւ ընդդիմության ճիշտ քայլերի ճիշտ ժամանակին ճիշտ բան անելու պարագայում արդյունք է տալու։ Ես ունեմ պատկերացումներ ինչ կարելի անել, ես գիտեմ, որ ընդդիմությունը հիմա սահմանադրական դատարան է դիմում, ակնհայտ է, որ Նիկոլի սահմանադրական դատարանից սպասել իրական պատասխան, իսկ ես չեմ ասում դրական կամ բացասական, ասում եմ իրական։ Դա սխալ բան է, միամտություն է, եթե այդպեսի սպասող մեկը կա, բայց Նիկոլ Փաշինյանի սահմանադրական դատարանը կարող է կայացնել որոշումներ կախված Նիկոլ Փաշինյանի օրակարգից։ Եվ հիմա պետք է հասկանալ, ես համարյա համոզված եմ, որ վերաքվեարկություն գոնե դատարանը չի նշանակի, բայց անգամ եթե ինչ-որ մի տոկոս հնարավորություն թույլ տամ, պիտի հասկանալ, որ դա Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկելու համար է եւ անել հետեւություններ։ Շարունակում է անել ինչ այդ դեպքում եւ ինչպես։ Այս բոլոր սցենարները ընդդիմությունը պիտի խոսի բաց իրար հետ բոլորը տարբեր, գիտեք, շատ կարեւոր է նաեւ դա հասկանալ։ Ընդդիմություն շատ տարասեռ է, տարբեր են իրենք, տարբեր ընդդիմադիր գործիչներ կան, տարբեր հայացքների, տարբեր տեղից եկած, տարբեր պատճառով ընդդիմադիր դարձած։ Բայց եթե այս բոլորի նպատակը իշխանափոխությունն է, լուծումը ինձ համար տեսանելի է։ Մանդատները պետք է վերցնեն խորհրդարան անցած ուժերը, թե ոչ։ Զուտ իմ անձնական կարծիքը, եթե ձեզ հետ կիսվեմ, հարգելի Ամալիա, ես կարծում եմ, որ այն պլանը, որ ես ունեմ իմ մտքում, թե ինչպես պիտի հասնել Նիկոլի հեռացման, դրա որպես միջոց մանդատներ չվերցնելը ավելի արդյունավետ է։ Ես այդպես եմ տեսնում։ Ես կարող եմ բացատրել հազար ու մի հիմնավորումներով, կետարկետ, թե վերցնել, ինչ կտա չվերցնելը։ Բայց մի արձանագրում հաստատ ունենք։ Նախորդ 5 տարիները մանդատներ վերցրած ընդդիմությունը, որը բավական չէ, այսպես սուր ընդդիմություն էր փորձում լինել, չէր կարող եւ չկարողացավ իրականացնել այդ իշխանափոխությունը այդ մանդատների միջոցով։ Տարբեր հիմնավորումներ փորձեր բերել, կներեք, դուք գիտեք, որ ես նախկին պատգամավոր եմ եւ շատ լավ գիտեմ մանդատի զորության սահմանափակումը եւ սահմանները։ Դա այն չէ, այս խորհրդարանական պետություն չկա։ Խորհրդարանում ընդդիմադիրը զուտ այսպես պարլամենտարիզմ ցուցադրելու համար է, պարլամենտարիզմ չկա, խորհրդարանում հակակշռող հնարավորություններ չկան ընդհանրապես, ոչ մի հարցում, կա մի օրենք, որ Նիկոլ Փաշինյանը ուզեցել է անցկացնել, չի անցկացրել, իսկ զայրույթը եւ ընդդիմադիր խոսքը պարբվել է եւ մարդկանց փոփոխություն անելու ջիղը նվազել է, երբ որ այսպես լսում ես մի հատ ընդդիմադիր ելույթ, ինչ որ լավ խոսք է ասվել, եւ մարդիկ այլևս հանդարտվում են, ինչպես նաեւ падգամավորները, քաղաքական ուժերը, սա մարդկային բաներ եմ ասում, որոնք չի կարող բերել իշխանափոխության, որովհետեւ այդ պատված զայրույթով եւ ընդդիմադիր խոսքի այսպես տարածման հնարավորությամբ դու այլևս իրական գործողությունների դառնում ես ավելի քիչ պատրաստ եւ ունակ, քան եթե քո միջոցը արտախորհրդարանն է, ավելի դժվար, ավելի բարդ, բայց միասնական, բոլորս նույն նավի մեջ, նույն նպատակի համար, նույն կարգավիճակով։ Սա կարող է տալ արդյունք։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։